Կարճ ճանապարհ Ադրբեջանը Նախիջևանին կապող դժվար է պնդել, որ իրականում սա է Ալիևի սրտի ուզածը, որովհետև եթե նպատակները լինեին արդար տնտեսական, ապա հայկական առաջարկը ադրբեջանական կողմը չէր մերժի։ Հայկական կողմը արդեն ամենօրյա ռեժիմով է կրկնում, թե մասնավորապես ինչ ճանապարհ կարող է տրամադրել Բաքվին, ինչ սկզբունքով։ Նախորդին էլ արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական լրատվամիջոցին ասաց, ֆիզիկական ստուգումները նվազագույնի կհասցնեն, էլեկտրոնային սկանավորումներ կլինեն։ Առաջարկել ենք ներմուծել էլեկտրոնային հայտարարագրում, ինչը կթույլատրի արագացնել բեռների հոսքը։ Բացի այդ, մենք առաջարկել ենք կիրառել ապահովագրության եւ վերաապահովագրության մեխանիզմներ, անցման անվտանգությունն ապահովելու նպատակով։ Մեր ըմբռնումն այն էր, որ ադրբեջանական կողմի նախնական արձագանքը դրական էր, սակայն այժմ մենք նկատում ենք որոշակի անորոշություն։ Ինչու՞։ Դժվար է ասել, որովհետեւ մեր կարծիքով այս առաջարկի մերժման համար չկա հստակ ռացիոնալ բացատրություն։ Միջանցքի տրամաբանությունը, որը ենթադրում է սուվերենության սահմանափակումներ, մեզ համար անընդունելի է, պնդում է Միրզոյանը։ Հենց սա էլ փաստորեն հայ-ադրբեջանական հակասությունն է։ Ադրբեջանը բավական չի անխոչնդոտ ճանապարհ, նաև երաշխիքներ է ուզում, որ իշխանափոխության պարագայում որոշումը փոփոխության չենթարկվի, հետադարձ ուժ չունենա։ Ցանկացած որոշում կարող է վերանայվել, քաղաքագետներն են ասում, դա կարվի թե ոչ այլ հարց է, բայց խնդիրը ոչ թե տեխնիկական մոտեցումն է, այլ ադրբեջանական նպատակը՝ տիրել մեր երկրի հարավին, այլ ուժեր բերելով այնտեղ, այսպիսով ոչ թե տնտեսական, այլ ռազմաքաղաքական հարց լուծել։ Ինքը նայում է այդ պրոյեկտին այնպես, որ դա պետք է կապի Թուրքիան Ադրբեջանի հետ եւ Միջին Ասիայի հետ եւ դրանով Ադրբեջանի դերը կտրուկ պետք է աճի։ Երկրորդ նպատակը նա է, որ կտրել Հայաստանը Իրանից եւ ընդհանրապես ստանալ հնարավորություն ընդլայնել միջանցքը մինչեւ ամբողջ Շնիկը։ Սա վերջնանպատակը չի, սա ուղղակի նրա համար չի, դե միջանցք ենք ուզում, գոնե միջանցքը մի ձև ապահովի։ Իրանք ունեն ռազմավարական նպատակ, սրա մասին չի կարելի մոռանալ։ Պարզ ասենք, անկախ այն բանից, թե ինչ երկրի ներկայացուցիչներ կվերահսկեն ճանապարհը, եթե նրանք հայեր չեն, հայկական ուժայինների ներկայացուցիչներ չեն, նշանակում է տարածքն էլ մերը չէ։ Հետո, եթե փորձես նրանց հեռացնել քո տարածքից, կարող ես նաև ուժային բախման հանդիպել։ Եթե լինում անց ոնց որ իրենք են պատկերացնում դա արդեն նրանք փաստաթղթի հարց չի։ Դա նաև ուժային ինչ-որ լուծման հարց է, որտեղ եթե դա տարածք է, որը ուրիշ բանակ է վերահսկում, այնտեղ ինչ-որ ուրիշ ուժեր կան անվտանգային, եթե Հայաստանը մեկը նոր որոշի վերանայել դա արդեն որոշակի ուժային գործողություն է ենթադրում։ Իրանք հասկանում են, որ հա կարելի է ցանկացած տիպի երաշխիքներ տալ, բայց շատ բան կարա փոխվի։ Իրավիճակը որքան բարձրաձևում, այնքան ավելի է մոտենում փակողուն։ Ադրբեջանը, որ իր տնտեսական հարցերը թե վրացական, թե իրանական ճանապարհներով կարող է լուծել, հայկական ճանապարհի մասին մեկ պատկերացում ունի։ Այստեղ պիտի կանգնեն զինված մարդիկ, որոնք հայեր չեն։ Հայկական մերժողական պատասխանը այս դիրքորոշմանը Ալիևը փորձում է ռազմական սպառնալիքի լեզվով մեղմացնել։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։